Հարգելի գործընկերներ, օրակարգի երրորդ հարցը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին է, հիմնական զեկույցով հանդես կգա տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար տեղակալ պարոն Ասատուր Վարդանյանը, խնդրեմ պարոն Արտակ։ Շնորհակալություն, մշտական հանձնաժողովի հարգարժան նախագահ, արգելի պատգամավորներ, ձեր քննարկման եք ներկայացնում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով նախատեսում ենք ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ի երկրորդ մասը, որով սահմանված է, որ պետության եւ համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անատույց կարող են տրամադրվել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն, եկեղեցիների եւ եկեղեցապատկան կառույցների շինարարության եւ դրանց սպասարկման համար։ Հաշվի առնելով, որ հողային օրենսգրքի մեկ այլ հոդվածում 75-րդ հոդվածում ունենք կարգավորում համաձայն որի պետության եւ համայնքների սեփականության պատկանող հողամասերը կարող են առանց մրցույթի անընդհատ օգտագործման տրամադրվել Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն, ըստ նախագծով նախատեսում ենք ուժը կորցրած ճանաչել սեփականության իրավունքով անընդհատ փոխանցման եվակարգավորումները։ Շնորհակալություն, հարցեր։ Խնդրեմ պարոն Ղազարյան։ Պարոն Վարդանյան, այսպես սիրուն նպանցիկ անցակ դուք, ուզում եմ որ դուք անդրադառնաք այս անհրաժեշտությունը ինչից առաջացա եւ դուք էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք եւ տեսնում եք ինչա կատարում եկեղեցու շուրջ չեմ ուզում շատ մանրամասնել, որտեղ բոլորս էլ գիտենք։ Ուզում եմ հասկանամ, ստեղ այս օրենսդրական հողային օրենսգրքի փոփոխությունը ինչով է պայմանավորված եւ եթե դուք հողում եք անում 64 եւ 75 հոդվածի 64-ի 1-2-ը, դա նույն կարգավորումը չէ։ Անատույց օգտագործում սեփականության իրավունքը նույնն է, քաղաքացիական օրենսգրքով էլ հստակ կարգավորում է դի։ Այսինքն ընդհանրապես դուք փորձում եք համոզել, որ այդ նույն դրույթը կրկնվող դրույթ է հողային օրենսգրքում եւ մենք անիմաստ ենք գտնում 64-ի 1-ի մնալը փոխում ենք։ Այնինչ 75-ը, որը որ ավելի ուժեղ նորմա, որը սեփականությունա փոխանցում է, ավելի կարգավորվում է մեր օրենսդրությամբ եւ օրենսդիրը պատահական չի ժամանակին եւ հիմա էլ լաբարկման արդյունքում փորձում է ավելի ամրագրել այդ ամեն ինչը։ Օրինակ բերեմ օրինակներ։ Հիմա համայնքներում կամ այլ տեղերում որտեղ որ առողջապահական հիմնարկների, դպրոցների տարածքները, բոլորը, որոնք նախկինում անհատույց օգտագործման են տրվել, հիմա պետգույք եւ կառավարության սահմանված որոշմամբ ասում են անհատույց օգտագործումը փոխեք։ Պետք է հստակ սեփականության իրավունք գրանցվի կադաստրի կոմիտեի, պետգույքի կոմիտեի կողմից եւ պետգույքը անհատույց օգտագործման տա։ Այսինքն իրավունքի տեսակը անհատույց օգտագործում Հայաստանի Հանրապետությունով մեկ փոխվում է սեփականության։ Դուք ի՞նչն եք, այսինքն միտեղ նախադեպ այլա, միտեղ այլա, ի՞նչն եք անունը դրել, ինչից է եկես ամեն ինչը, որ փորձում եք այս խնդիրը կարգավորել։ Ուզում եմ գնաք աղբյուրներ, հետո մնացած իրավական կողմերը քննարկենք միասին։ Խնդրեմ պարոն Արտակ։ Պարոն Ղազարյան, իմ խոսքում ամենևին էլ նպատակ չկար լղոզված ասելու կամ սահուն ասելու, այլ հստակ նաև իմ ելույթում ասեցի, որ ցանկանում ենք ուժը կորցրած ճանաչել սեփականության իրավունքով փոխանցված իրավակարգավորումները եւ այդ մյուս հոդվածին հղումը տալու իմաստը այն է, որ մենք ունենք օրենքով նախատեսված այլ իրավակարգավորում, համաձայն որի նույնպես նույն հողամասերը կարող են առանց մրցույթի անհատույց օգտագործման իրավունքով փոխանցվել եկեղեցուն։ Իսկ ընդհանուր սա շղթայական իրավակարգավորումներ է եւ հատուկ առանձնատուկ կարգավորում չկա, որ նպատակ չկա եւ նպատակը ամենայն դեպս պետական սեփականության եւ համայնքային սեփականության հողամասերի նպատակային նշանակության օգտագործելն է։ Այդ իրավակարգավորումները հաշվի առնելով նաեւ հետեւողական քաղաքականություն է իրականացվում պետական եւ համայնքային սեփականությունը ըստ նպատակի օգտագործելու համար։ Պարոն Վարդանյան, տարիների վեր այդ քաղաքականությունը իրականացվում է։ Պետական եւ համայնքային հողամասերը ըստ նպատակային եւ գործառնական նշանակությամբ օգտագործելու կարգը սահմանելու մասին եւ վերջ հաշվով գնում է, եթե ինչ որ կա վեճեր եւ այլ բաներ, գնում ասում է տատական կարգով անգուցալուծում ստանում։ Ես ուզում եմ հստակեցնենք, դուք տարանջատեք անհատույց օգտագործման ինչ հայրենից ներկայացնում տրման կարգը եւ սեփականության իրավունքով փոխանցված հողամասերը։ Կոնկրետ որ փոխանցվել է, այդ թվում Հայրաքելական Սուրբ եկեղեցու փոխանցված հողամասերը, որոնք սեփականության իրավունքով են փոխանցվել։ Այս օրենքի ընդունումից հետո հետադարձ ուժ կարող է կիրառվել դրա վրա, թե չէ մեկ, եւ երկրորդը
անհատույց օգտագործման եւ սեփականության իրավունքի տեսակը տարանջատեք։ Դե դեպքում ես առաջարկում եմ բերեք 64-ի 1 ու 2-ը չեղարկեք 70-ը 75 ներողություն 75 օղային օրենսգիրք եթե նույն կարգավորումն է չեղարկենք, թողենք 64-ի 1-ի 2-ը։ Առաջարկ է։ Եթե նույնն է, մեր երկիրն էլ գնում է այդ ուղղությամբ, որտեղ այդ քաղաքականությունը, եթե ավելորդ է, 2-ից 1-ը պետք է հանվի։ Առաջարկում եմ հանել ոչ թե 64-ի 1-ի 2-ը, այլ հանել 75 հոդված օղային օրենսգիրքի եւ ամեն ինչ կգնի տեղ։ Եսի մտա օգուտություններ փարատվի, կարծում եմ մնացածին էլ։ Շնորհակալություն, նախ ուզում հստակ արձանագրենք, որ սա չի վերաբերում նախկինում սեփականության իրավունքով տրամադրված հողամասերին եւ հետադարձ ուժի խնդիր չկա, այն ինչ որ սեփականության իրավունքով փոխանցվել է, սեփականության իրավունքով փոխանցվել է, այդ մասով խնդիր չկա։ Իսկ անհատույց օգտագործման պարագայում մենք իրականում որևէ խնդիր չենք տեսնում, եթե նույն գույքը հողամասը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է եւ քաղաքորոնսգրքի իրավահարաբերությունը մնացած առանձնահատկություն այդ հարաբերություններում կարգավորում է հստակ, թե որ դեպքում ով ինչ պարտավորություններ ունի։ Փաստացի հողամասի տրամադրման արգելք չենք տեսնում այս պարագայում։ Շնորհակալություն, թերևս։